почему все не так? Вроде все как всегда. То же небо опять голубое, тот же лес, тот же воздух и та же вода, только он не вернулся из боя. Կարծես թե նույնը ամեն ինչ լինի, նույն օդը, նույն ջուրը, կապույտը երկնի, նույն է անտառը, որը դալկացավ, քանզի մարտից նա չվերադարձավ։ 4 տարվա դաժան ու մահաբեր պատերազմի ընթացքում մարտերից չվերադարձան միլիոնավոր քաջարի մարտիկներ, նրանց թվում ավելի քան 200,000 հայ։ Պատերազմի ամենածանր հարվածն իր վրա ընդունած Խորհրդային Միությունը վճռական դերակատարում ունեցավ ագրեսորի դեմ հաղթանակի կերտման գործում, որի վերջակետը Բերլինն էր 1945-ի մայիսի 9-ին։ Հաղթանակն այդ որն ունեցավ համամարտկային նշանակություն, քանզի դրա վրա է մինչ օրս հիմնվում հարաբերական խաղաղությունն ամբողջ աշխարհում տրվեց աներևակայելի կորուստների գնով։ Հաղթանակն այդ անգին էր։ 20-րդ դարի դաշնագույն ժանտախտի ֆաշիզմի դեմ մեծ հաղթանակից անցել է արդեն 80 տարի, բայց այդ հիշողությունը մինչ օրս խնամքով պահպանվում է Բերլին հասած ու Ռեքսթագի պատերի տակ քոչարի պարած հերոսների սերունդների կողմից։ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ տոնական միջոցառում նվիրված հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին։ Մայիսյան այս օրերին Բուհում շատ են խոսում մեծ հաղթանակի մասին, փորձելով վերարտադրել 1945-ի մայիսյան այն օրերը, երբ Բերլին ազատագրվում էր ֆաշիստներից։ Երևանյան մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը շեշտում է. դա իսկապես մեծ հաղթանակ էր, որը հնարավորություն է տվել մեծ երկար տասնամյակներ ապրել խաղաղության ու անվտանգության մեջ եւ կարեւոր է, որ դա իմանա հատկապես երիտասարդությունը։ Будет напоминать именно те майские дни 45-го, когда наши деды и прадеды освобождали нашу Родину. Я хочу сказать, что это наследие, оно должно всегда быть, всегда должны помнить наши студенты, молодежь и школьники. Я думаю, что армянский народ вправе громко заявить о том, что принимал самое активное участие в этой войне, потому что мы знаем, что 20% населения Советской Армении ушло на фронт. И это каждый 5-й житель Республики Армения, Советской Республики. Միջոցառմանը մասնակցում էին պատվավոր հյուրեր, նրանց թվում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանատան խորհրդական Միխայել Վոժդաևը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը, համալսարանի Երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը եւ այլ հայտնի գործիչներ։ Հյուրերը նախ ուսանողների հետ միասին դիտեցին ուսխորհրդի կողմից պատրաստված կարճատև ֆիլմ նվիրված մեծ հաղթանակի 80-ամյակին։ Мы находимся в парке Победы, месте, которое хранит память о героях. Именно здесь, среди мемориалов и памятников, оживает история мужества, отваги и самопожертвования. Память о героях всегда будет жить и останется не только в но и всегда. Почему все не так? Вроде все как всегда. То же небо опять голубое, тот же лес, тот же воздух и даже вода. Только он не вернулся из боя. Мне теперь не понять, кто же правду из нас в наших спорах без сна и покоя. Мне не стало хватать его только сейчас, когда он не вернулся из боя. Ах, война, что же ты сделала, подлая? Стали тихими наши дворы, наши мальчики голову подняли. Повзрослели они до поры. На пороге едва помаячили и ушли. За солдатом солдат. До свидания, мальчики. Мальчики, постарайтесь вернуться назад. Հետո դեսպան Կոպիրկինի մասնակցությամբ տեղի ունեցավ հաղթանակի գրականության ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որը Պլեխանովի անվան համալսարանի Երևանյան մասնաճյուղի եւ մշակութաբան, պատմաբան Աննա Էսպարցայի համատեղ նախագծի արդյունքն է։ Ցուցահանդեսը ներկայացնում է Ռուսաստանի եւ Հայաստանի նշանավոր գրողներին ու բանաստեղծներին, ովքեր ոչ միայն մասնակցել են մեծ հայրենականին, այլև իրենց ստեղծագործություններում հավերժացրել են պատմական այդ ժամանակաշրջանը։ Նրանց թվում են Հովանես Շիրազը, Համո Սահյանը, Կոնստանտին Սիմոնովը, Բուլատ Օկուջավան, Միխայիլ Շոլոխովը, Գեգամ Սարյանը, Վլադիմիր Խարիտոնովը։
Հանդիսավոր այս մթնոլորտում տնօրեն Թամարա Վարդանյանը տոնական առիթով Պլեխանովի անվան համալսարանի ռեկտոր Իվան Լոբանովի անունից շնորհակալագիր հանձնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին համալսարանի Երևանյան մասնաճյուղի զարգացմանը ցուցաբերված անգնահատելի աջակցության համար։ Դեսպան Կոպիրկինը շնորհավորեց բոլորին մեծ հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, իր խոսքում ընդգծելով, որ հայ եւ ռուս ժողովուրդներին միավորող եւ նրանց բարեկամությունն ամրապնդող առանցքային գործոններից մեկը պատմության եւ ընդհանուր հիշողության նկատմամբ հոգատար վերաբերմունքն է։ Конечно, одним из таких очень важных объединяющих моментов, один из ключевых объединяющих моментов, это вот то бережное отношение к истории, к памяти о нашей общей великой победе в страшной войне. Ну, наверное, это абсолютно логично, потому что именно народы Советского Союза, и Армении, России и других союзных республик вынесли на себе основную тяжесть войны. Память о войне, о победе – это память о том беспримерном героизме, которое проявлялось и на фронте, и в тылу. И это сохранение этой памяти – это наш, конечно, нравственный долг. И это дело личное практически каждого, потому что, наверное, нет семьи в наших странах, которую так или иначе не затронула бы война. Но это не только нравственный долг, именно память о войне, память о победе, но это еще и очень важное практическое дело. Мы сегодня вынуждены бороться за правду о войне, бороться с теми, кто пытается переписать историю, пытается обесмыслить вот тот подвиг, который совершили народы Советского Союза, и обелить тех, с кем наши предки воевали, от кого спасли мир и человечество. Պատերազմի մասին ճշմարտությունը սերունդներին հաղորդելու առումով դեսպանը կարևորեց հատկապես ուսումնական հաստատություններում նման տեղեկատվությամբ հարուստ ցուցահանդեսների անցկացումը. Передать память о той войне, передать правду о той войне новым поколениям, будущим поколениям – это наш долг. Долг и перед памятью наших предков, и долг перед самими собой, и долг перед будущими поколениями. Потому что тот, кто забывает историю, тот обречен делать ошибки и сталкиваться опять с трагедиями. Сегодня мы это видим воочию. Մեծ հաղթանակի 80-ամյակի տարեդարձի կարևորությունը շեշտեց նաև Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Միասնություն շարժման ղեկավար Արման Վարդանյանը, նշելով, որ այդ օրը գլուխ են քոնարում միլիոնավոր մարդկանց սխրանքի առջև, ովքեր անհավանական ջանքերի գնով փրկեցին աշխարհը ֆաշիզմից։ Արման Վարդանյանն ընդգծեց նաև 1945-ի մայիսի 9-ի հաղթանակի քաղաքական նշանակությունը, հիշեցնելով, որ նացիստական Գերմանիայի ջախջախումը դրել է միջազգային նոր համակարգի հիմքերը։ Победа 1945 года стала не просто военным триумфом. Она заложила основу новой международной системы, основанной на принципах мирного сосуществования и равноправия народов, а также уважения суверенитета государства. Ее важность многогранна и охватывает не только военные, но и моральные, политические и культурные аспекты. Армянский народ внес значительный вклад в победу в Великой Отечественной войне. Наш народ дал миру многих выдающихся генералов и маршалов, чьи имена с особым почтением вписаны в летопись истории. Հիշեցնելով, թե քանի գեներալ ու մարշալ է տվել հայ ժողովուրդն այս պատերազմին, Արման Վարդանյանը խորհրդային միության ամենաբարձր կոչմանն արժանացած 106 հայորդիներից առանձնացրեց խորհրդային գրոհային ավիացիայի լեգենդար հայ օդաչու, խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի սխրանքները։ Многие поколения советских людей с гордостью вспоминают дважды героя СССР, легендарного маршала Баграмяна, командующего Первым Прибалтийским фронтом, который участвовал в освобождении Украины, Белоруссии и стран Балтии.
маршала бронетанковых войск Амазаспа Бабаджаняна, маршала инженерных войск Сергея Аганова, который также внес значительный вклад в строительство оборонительных рубежей. Генерал-полковник Артемий Артемович Айвазян, одного из руководителей тыла советской армии. Более 100 армян были удостоены звания Героя Советского Союза. И я вот сейчас хотел бы просто, чтобы вы очень внимательно послушали, что сделал во время войны дважды Герой Советского Союза Нельсон Степанян. И просто проецировали на то, что вот сейчас мы видим. Будущий дважды герой родился 15 марта 1913 года в городе Шуши, в Карабахе, в армянской семье. В боях Великой Отечественной войны Степанян совершил 259 боевых вылетов, потопил 13 вражеских кораблей и судов, 1 миноносец, 2 сторожевых корабля, 1 тральщик, 2 сторожевых катера, 2 торпедных катера, 5 транспортов, десятки кораблей врага. При боевых действиях над сушей уничтожил 80 фашистских танков, 600 автомашин, 40 орудий артиллерии, 40 орудий зенитной артиллерии и 40 установок малой зенитной артиллерии, 27 самолетов, из них 2 это бомбардировщики Джу-88, легендарные в то время. Остальных он уничтожил в аэродромах, они уже даже не успели взлететь. 130 пулеметных точек, 40 железнодорожных вагонов, 1 паровоз, 4 уничтоженных переправ, до 5000 фашистских солдат. 8 созданных взрывах, 70 очагов пожаров. И это сделал один армянин. За эти подвиги Нельсон Степанян был вторично представлен к званию героя, однако получить награду ему не удалось. Он был удостоен этого посмертно 6 марта 1945 года указом Президиума Верховного Совета СССР подполковник Нельсон Георгиевич Степанян был удостоен 2-й медали Героя Советского Союза. И это далеко не единичный случай самоотверженности и героизма сынов армянского народа во время войны против фашистской Германии. Հատկանշական ու կարևոր փաստ Հայաստանը բնակչության թվի տոկոսային հարաբերակցությամբ ամենամեծ մարդկային կորուստներն է տվել հայրենական մեծ պատերազմում, հիշեցնում է Միասնություն շարժման ղեկավարը։ Ամբողջ խորհրդային միությունից զինվորագրվել է մոտ 600,000 հայ, որից 300,000-ը Հայաստանի տարածքից, իսկ դա հայկական ԽՍՀ-ի այն ժամանակվա բնակչության мод 20%-ն է։ Это было и по разным оценкам погибли около 200 тысяч армян. Это была катастрофическая потеря для нашего народа, которая еще не совсем оправилась после геноцида в Османской Турции 1915 года, которая унесла 1,5 миллиона ни в чем не повинных армян. Но даже после всех этих испытаний наши деды сумели героически выстоять и сокрушать мировое зло, фашизм, тем самым доказав эффективность советской военной и экономической системы. Победа была достигнута благодаря единству многонационального советского народа. Армяне, русские, белорусы, украинцы, казахи и представители других народов сражались плечом к плечу. Это стало ярким примером братства и солидарности, которая помогла выстоять в самые тяжелые годы. Прошло 80 лет, но значение победы не меркнет. Она остается символом справедливости, символом духа и единства, которое особенно важно сегодня, в столь сложный геополитический период для всех стран-союзников. Армяне и русские – это не просто союзники. Мы исторические братья, прошедшие через огонь войны и выплывшие из него нерушимую дружбу. Мы все обязаны чтить и приумножать историческое и духовное наследие наших предков. От всего сердца поздравляю всех с 80-летием нашей победы, нашей великой победы. Желаю мирного неба, новых достижений и успехов нашим государствам и нашим народам. Вечная слава нашим героям.
Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահը նաև հոգաբարձուների խորհրդի անունից շնորհակալական մրցանակ շնորհեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանն իդեմս դեսպան Սերգեյ Կոպիրկինի բուհի զարգացմանն ու բարգավաճմանը աջակցելու եւ ցանկացած հարցում բուհի կողքին դինելու համար։ Երևանում գիտության եւ մշակույթի ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովն էլ դրվատանքի խոսքեր ասած ուսանողներին եւ բուհի ղեկավարությանը հաղթանակի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման գործում կատարված ահռելի աշխատանքի համար, նշելով, որ բանաստեղծ ու պատերազմի մասնակից Կոնստանտին Սիմոնովին ինքն իհարկե շատ լավ գիտեր, բայց հայ գրողներ Հովհաննես Շիրազն ու Գեգամ Սարյանն իր համար բացահայտում էին։ Ռոսսոտրուդնիչեստվոյի տնօրենը առաջարկեց ցուցահանդեսի ավարտից հետո այն կազմակերպել Հայաստանի մարզերում՝ Վանաձորում, Իջևանում եւ Կապանում։ Հաղթանակի գրականության ցուցահանդեսի բացումն իհարկե լավ առիթ էր եւս մեկ անգամ վերհիշելու հայտնի գրողների հանրահայտ երգեր դարձած բանաստեղծությունները։ Արյունով ջրած դաշտերում լեյտենանտ կբացվի փառքի հաղթանակի օրը, գրում էր Օկուջավան։ Հաղթանակի օրը բաղձալի ու հեռավոր խորհրդային բանակի զինվորները մոտեցրեցին մաքարելով ու դարձրեցին իրականություն 20-րդ դարի ամենանշանավոր օրերից մեկը, որն այսօր էլ հիշարժան է։ Արամ Սարգսյան, Սուրեն Դավթյան, Հայկազ Մարգարյան, Եվրոմեդիա 24